Բարև հայր, այսօր մոտ մի 1000 հոգի, մի մասը փողոցում հանդիպելուց, մի մասը մեսենջերով, մի մասը մեկնաբանություններով, մի մասը տված համարներին զանգելով, որ մենակ մի բան են ասում, Հայաստանը տվեց, բա դուք ուր եք։ Ես անկեղծ եմ, որ ես չգիտեմ ինչ լեզվով պետքա խոսամ, ես խոսում եմ էությամբ հայերի հետ անկախ ազգությունից, ես խոսում եմ Հայաստանը իրենց հայրենիք համարող մարդկանց հետ, որոնց մեջ մտնում են ոնց հայերը, այտենց էլ եզդիներն ու ասորիները, ու մեր եղբայրական բոլոր ազգերը, ես չգիտեմ էլ ոնց ասեմ, որ երբ որ ինձ գրում եք, բա ուր եք, Էնում էլ հարցնում ես, սպասում ենք, որ միանաս, որ մի բան անենք, բա դու ուր ես, ասում է ձեզ ենք սպասում, լուրջ եք ասում, բա մենք էլ ձեզ ենք սպասում, թե մեզանից հասնում է մեծ պլանավորմամբ փողոց դուրս գալը, ձեզանից հասնում է ընդամենը մի հատ զանգելը ու ասելը, որ ձեր հետ ենք, ու դրանից հետո տեր ըլնել ձեր ասացին, որ երբ որ ձեզ հետ զանգեն, Դուք իրոք տեր լինեք ձեր ասը, ոչ թե պահի տակ ձեր մեջ հայրենասիրություն խոսա, զանգեք, այդ պահին հայրենասերեք, հետո հադելավ է, չէ, մարդիկ ովքեր իրանց խոսքին ու հայրենիքին տեր են, մենք սպասում ենք իրանցից զանգի, ու այդ զանգը ուղակի բան չենք մտածել, պուպուշ սիրուն պռոցես, որ ես ինչ հավեսա սաղ զանգում են, դա անհրաժեշտություն է ու կարևորություն, բացատրում եմ նորից կամ առաջի անգամ լսողների համար կամ առաջինից ավել ու բարդ հասկացող մեր սիրելի հայրենակիցների համար մեզ պետքա համոզված լինել ինձ կոնկրետ պետքա համոզված լինել որ երբ որ մենք դուրս եկանք դուք կաք որովհետև հակառակ դեպքում ոնց որ 2022-ին ես համոզման հրանում որ երբ որ ես ուղակի դուրս եմ գալի իմ ազգովի պետքա միանան դա չի լինում ու երբ որ դուրս են գալի շատ քիչ քանակությամբ բնականաբար հետևաբար տրամաբանորեն գիտակցաբար հասկանալի պատճառներով հիմնավոր պարզ ոչ մի բան չի ստացվում ասում եք հա դե դուք էլ եք դուք ինչ արիք որ ու այդ ասողները չկային մեր կողքին ու հիմա այդ մոտ 1000 համարյա 1000-ի է հասնում այս մարդկանց այս դիմումները որ բաուր եք 99%-ին հարցնում եմ իսկ դուք զանգել եք միացել եք ասում ա չէ Բա ինձնից ինչ եք ուզում եք ես մենակս դուրս գամ թե 1000 հոգով ու ոչ մի բան չկարողանամ անեմ դուք էլ նստեք տունը նայեք այդ 1000 հոգով ինչ ենք անում տենակ որ տենց էլ բան չարինք ինչպես միշտ ձեր արքայական գահերին տունը նստած կլավիատուրայի դեմը գրեք հա դուք էլ հերթական Բագրատն էիք ինչ արիք որ ես տես դուրս չեմ գա ու ոչ մեկ դուրս չի գա դուք եք պետք ու երբ որ բողոքում ու դժգոհում եք ազգից, ժողովրդից, քնած են, մեկը ձեն հանեք, մեկն էլ դու ես, ումից ես ինչ պահանջում քեզնից առաջ, ես նկատել եմ լիքը մարդ, ցույց տալու համար այդ մրցակցությունն որ ինքը ավելի խելացի, ավելի հայրենասեր է, քնից զարթնում մի հատ ստատուս է գրում, այդ Հայաստանում էդի դրսից էլի, մեկը չկա սրան սենցանին հենց, ինքը ուրա չես էլ հասկանում Հայաստանից մարդիկ հելն են գրեն, մի հատ ձեն հանեք, բա ինձ են ասում, բա ուր եք, բա դուրս եկեք, արա, բա դուք ուր եք, դուք կարող իրականությունը չեք կարում հասկանալ, դուք երբ որ խոսում եք ազգից ու ժողովրդից դուք չեք հասկանում, որ դուք այդ ազգն ու ժողովուրդն եք, այսօր ուզում եք քայլ, այդ քայլը կա մենակ մի անող, դա մենք ենք, դա լույսի բանակն է, դա ես եմ, ուրիշ գոյություն չունի, եթե գոյություն ունի մեկը, որ պատրաստ է հիմա անի այն ինչ մենք ձեր օգնությամբ մատնանշեք, թող ինքը իր մասին բարձրաձայնի, ասի ես անում եմ ախպեր, ով է անում մեզնից բացի, ունեք չունեք մի հատ միանալու ունեք մեզ, ու ոչ թե այս մեզ միանալու կոչնել չեմ անում է, ինքնա հաստատում բանի ինքնա ճանաչման, ես շատ գիտեմ ինչի կարիք ունեցողներին,
որ գան պրոստը տենց յանի մենք միացանք, տեսեք մենք ինչ հայրենասեր ենք, կեսից ջոգեն, որ ամեն ինչ լուրջ է, կարող է գցեն ոտներին, մի բան գտնում են ենքան որ ցվրվեն։ Մարդիկ ովքեր պատրաստ են ինպես գնալ մինչև վերջ, միացեք, հենց այսօր այս վարքյանին զանգեք անհրաժեշտ քանակությամբ, ախպեր հենց հիմա դուրս գանք, դուք չեք անում էդի գրում եք բաուր եք, ասեմ ուր ենք, անբավարար քանակությամբ մարդկանցով, ամեն մեկս մեր տեղում նստած, հստակ ծրագրով սպասում ենք քեզ, որ զանգես մի հոգի էլ ավելանա, մի հոգով էլ մոտենանք են անհրաժեշտ քանակին, որով պետքա դուրս գանք ու գրանցենք հաղթանակ, ոչ թե դուրս գանք, դու նստես տունը նայես, բա մենք ինչ ենք անում, ու մեր մոտ բան չստացվի, ասես դե բան չստացվավ, այդտեղ ենք մենք, հիմա հասկանալի է, ուր ենք մենք, նստած քեզ ենք սպասում, որ զանգես, անուն ազգանունովդ ներկայանաս, որ դու հայ մարդ ես ու պատրաստ ես մեր հետ մինչև վերջ գալու, մի հոգով էլ մոտենանք մեզ անհրաժեշտ քանակությանը, որով կարանք դուրս գանք, ես հիմա անբավարար քանակությամբ մարդկանց հետ, եթե դուրս գամ, համարեք դուրս եկա բան չստացվավ եկա տուն, համարեք արել ենք, ինչ որ բան փոխվում է, Այդ երբ որ միանանք բոլորդ, այդ ժամանակ դուրս ենք գալու ու ամեն ինչ ստացվելու է 24 թվի մայիսից ես այս նույն բանը կրկնում եմ, ասում եմ ու էլի կան մարդիկ, որ ինձ ասում են բա ուր եք, սա հանձնեց, ես գիտեմ որ հանձնեց, ես ձեզանից չի որ պետք է իմանամ ինչ արեց հիմա ու վաղը ինչ է անելու, մինչև Արցախի հանձնելն էլ ես գիտեի որ հանձնելու է ու հանրային եմ դրա մասին ասել Լիքը մարդ ասես չի կարա տես բան լնի ու մինչև այսօր ինչ եղել է նախապես ու մենակ ես չէ լիքը մարդ նախապես ասում է ինչ ալ ասում եք չի կարա տես բան լնի հիմա էլ Սյունիքով միջանցքա տալու Սյունիքն է տալու Հայաստանն է ընդհանուր ուզում լուծարի ես էլ եմ նախապես ասում ցավում եք մտահոգ եք հուզում է ձեզ հայրենիքը ախպեր Զանգեք ու ձեր զանգածին տեր եղեք, նույն օրվա մեջ մեզ անհրաժեշտ քանակությունը կարա լռանա, մենակ Երևանի մի թաղամասից, ու այն ովքեր նայում են հիմա, մտածում են դե ես հլը չզանգեմ տենամ լռանում ա թե չէ, այդ մարդիկ այն մտքի տեր մարդիկ են, ովքեր ասում են դուք դուրս եկեք, հենց տենանք 70,000-ը կա մենք էլ կգանք, առանց հասկանալ ու մտածելու, որ կարա իրա նման 70,000 մարդ նստած մտածի, որ բա ուր է այդ 70,000-ը, այն դեպքում, որ այդ 70,000-ից ամեն մեկը տունը նստած սպասում է 70,000 դուրս գա, դուք ձեր փային տեր եղեք, դուք հո փայ զանգի, որպես 70,000-ից մեկը միացի մեզ, Ես նորից եմ կրկնում, ես պետքա իմանամ այդ թիվը ու իմ իմանալուց է կախված Հայաստանի ճակատագիրը, որովհետև ինձանից բացի, մեզանից բացի հիմա այս պահին սրա այս սահմանադրությունը փոխելուց առաջ ոչ մեկ չկա, որ պատրաստվում է մի բան անի, ով ունի մեր նման ճանապարհային քարտեզ, հստակ ծրագիր ու ամեն ինչ բաց սփռած բոլորի առաջ։ Ցույց տվեք մեկին, ասեմ լավ, ինքն էլ կա։ Կանք չկանք, մենակ մենք ենք։ Դուք այս երբ եք գիտակցելու։ Ունեք ուզում եք Հայաստանի այս վիճակի, հայ ազգի ապագայի փրկություն։ Այդ ճանապարհը բացառապես միայն մեր հետ է։ Ուզեք դա, չուզեք, ձեր սրտով լնի, սրտով չլնի, ինչ ուզում է լինի։ Դա տենց է։ Չարեցինք մենք մայիս ամսին, ես կդիմեմ ձեզ, ասելով, որ բա ով արեց, կտենակ, որ ոչ մեկ։ Կարող է դուրս գա նորից Բագրատը, Իշխանը, Քայլեր, Ստիծնդե, օր, ցախ, բանց, ու վсё։ Իրական գործ անող չեք գտնի մեզանից բացի։ Ես էլ ոնց ասեմ, մի գրեք ինձ հանձնեց Հայաստանը, բա ուր եք, բա դուք ուր եք, դուք գրանցվել եք ձեր բարեկամներին ասեք, ընկերների հետ խոսացեք, տարածեք վերջապես այս տեսանյութերը, ուղարկեք մարդիկ թող լսեն, ու ես հերթական բլոգերը չեմ ձեր համար, որ ասեն, հա դե սա խոսում են բան, ես խոսում եմ կոչ անելով գործողության ու դրա հիմքերն ու
պատճառները, անհրաժեշտությունները, նյուանսները, ճանապարհային քարտեզը, ծրագիրը, երաշխիքը, արա ամեն ինչը ասում ու տալիս եմ, հանձնում եմ ձեր դատին, դուք ոնց եք դատում, որ մեզնից բացի մեկն էլ կա, չկա, ու չի լինի, բոլորը պաշտոնի են սպասում մենակ, գա 26 թիվ, գնան ընտրությունների, դե կամ կընտրվեն կամ չէ, գոնե մի ձենք փախցնեն կլնեն, ջանդամ թե Հայաստանը չի լինի, վիլայետ կամ գուբերնիա կամ եսիմ ինչ, իրանք պաշտոն ունենան, գլխներին մարդկանց են հավաքի, յանի գործ են անում, յանի ենի կուսակցությունը, ով տեղից հելավես վերջ 2 ամսվա մեջ, հերիք չի մի 140 կուսակցություն կար, 20-ն էլ վրադիր նորը բացին, արա ինչ եք անում կուսակցությունը են բանից արիք ես ժողովրդին, ինչ են անում ձեր կուսակցությունները, բացի գալստուկով նստած մեր ծրագրերը այսպես է, եթե այնպես է, ապա մենք արա ինչ եք ուզում ես ժողովրդից, ստեղ կռիվա պետք տալ, մենակ հեղափոխություն կարա փրկի, ու դա մենակ մենք ենք անողը, ոչ թե հեղափոխություն անվան տակ կլաունություն գանք, ազգային ժողովը շրջափակենք են իշխանի նման, ասենք հիմա հետ ենք եթում բանի, ամփոփելու, կամ Բագրատի պես մի հատ երգենք, մի հատ աղոթենք, իսեր Աստծոյի գնացինք տուն, մենք գիտենք ինչ ենք անելու, մեզ դուք եք պետք, մի գրեք ինձ հանձնեց, ես գիտեմ, որ հանձնում է ու հանձնելու է, եթե դուք նստեք, տենակ հլը մենք ինչ ենք անում, նոր դուք միանաք, ձեր պես մտածողներից 70,000 մարդ լինի, նոր դուք գաք, չի լինելու տենց, մի քիչ ինքներդ ձեր արժեքը գնահատեք, հասկացեք, որ դուք գիտեք ինչ եք անում, թող 70,000 չլինի, դուք հոփայ զանգի միացի, զանգի, որ իմանանք կան այդքան մարդ, ու վստահ լինելով, որ այդ բոլոր զանգողներից 50%-ը ժամանակավոր բան են, հայրենասեր, խոսքս լսում են տաքան, մենք հայրենասեր ենք, ճիշտ ասում, Հայաստանը փրկենք, զանգեց, 2 օր հետո զանգում ես, ասում ես փոշմանել եմ, Են մեկ ասում է ես հիասթափվել եմ ձեզնից, արա հիասթափվել ես Նիկոլոտ Կաուկա, նստի վայելի դե, այտենց հիասթափված, զատո Նիկոլով հիացած ես, հետ ինչքան դու պտի ինձնից հիասթափվես, որ չհասնի Նիկոլից հիասթափությանդ աստիճանին, այս սիրելի կարճ մտածող հայրենակից, ինձնից հիասթափվածներ, Նիկոլը Կաուկա, աբրեք հետը, են էլ ինչից է հիասթափը, ես իմ ինչից, ասենք ես գլխարկը իրան հիշացրել է, որ Նիկոլն էլ էր գլխարկը, խոսքի էլի, սենց մատ անասում բանից, հիասթափված այնքը, ինքը սպասում էր, որ ես պետք ալնեմ գալստուկով, ու բանա, ասենք, որտևին ասեմ, որով հետև, ասեցի, որտև հիասթափվեց, հենի Նիկոլդ կա, վայելի Նիկոլիդ, ինձնից հիասթափված, արելավ իշքան կարել է գլոբալը մեծը ու կարևորագույնը շփոթել ինչ-որ մաներ մուներ փանթի անհիմն ապուշ բաների հետ, կարևոր եք դա, են մեկ ասում է ես ուզում եմ ձեզ միանամ, բայց եթե սենց, ապա ես չեմ միանա, քանզի վասնզի, ես իմ, արա ով եք արա դուք, ես կոչս, նորից եմ կրկնում, իրական հայերին, ոչ թե նրանց, ովքեր իրանց անվանում են իրական հայ, ու ամեն մեկը ինչ որ մի անկյունից գրում է, այդ Հայաստանում մեկը չկա, չէ այդ մեկը մենակ դու էիր, են էլ գնացիր, բարի տերեղի, ուժեղ տղեք, այդ որ խոսում եք այդ Հայաստանում մեկը չկա, բա դուք ուր եք, բա եկեք այդ մեկը դու եղեք, դուք եղեք, բա խիչ եք գալի, բա մենք էլ ձեզ ենք սպասում, տենանք Մատ ուժեղ տղա չկա գա մի բանանի, հենա կանք ուզում ենք անենք, ու անելու համար պետքա տարբեր գործոններ, որոնցից մեկը քանակությունն է, Ատենց խոսացող տղեք, որ ասում եք Հայաստանում մեկը չկա, հետ զանգել եք Հայաստան ձեր բարեկամներին, ընկերներին, ասեք, այս միակ ուժն է, որ մի բան ուզում է անի, միացեք, թե էդի չեք նկատում, հազիվ ընենց առիթ է, քանի ոչ մեկ բան չի անում, այդ ֆոնին մի հատ երևակ, որ այդ դուք կլնեիք, դուք կանեիք, կայիք, արել եք, չէ, անելու տեղը հիասթափվե, թող է գնացել եք, բա եկեք արեք, մի բան արտահայտելուց ու խոսալուց առաջ ինքներդ ձեզ հաշիվ տվեք, որ հիմա սենց խոսալուց տեղը հաջորդ անգամ անվանական չասեմ ու ամեն ինչ դնեմ դեմներդ, հայրենիքից ենքոմ, այդ
Մի հատ կարաք ինձ ասեք, ինչ օգուտ եք տվել առհասարակ հայրենիքին ձեր լայվով, ձեր կոմենտով, ձեր գրառումով, ստատուսով, եսիմ ինչով։ Մի հատ ասեք, էլի։ Ինչ եք արել։ Բացի ժողովրդի վրա մունատ գալուց, մեկը չկա, մեկը դու ես։ Ես տես չեմ մտածել իմ ազգի մասին, մտածելով, որ ես իմ ազգից մեկն եմ, ու ես պետք է անեմ, ու ես անում եմ, ու ես արել եմ, անում եմ ու անելու եմ ավելին, 1000 անգամ ավելին, քան մինչև անելս ես կարայի պատկերացնեի, որ ես կարամ անեմ։ Սերը հայրենիքի հանդեպ ինձ դրդեց անեմ ավելին, քան ես կարայի պատկերացնեի, որ ես կարամ անեմ։ Բա դուք ինչ եք, լայվ եք անում, գրառում եք անում, լույսը բացվավ ժամն է, մի հատ հայրենասիրական գրառում անեմ, գնամ քնեմ, կամ եթե աշխատեմ գործս լավ լինի, ես լավ լինեմ։ Հա? Կամ մարդիկ, որ Սփյուռքից զանգում են, ասում են ախպեր, որ հանուն հայրենիքի գանք, բա մեզ բան կլինի ախպեր, ինչ շահ ունենք մենք այդե բան։ Հասկանում եք ինչերի հետ գործ ունենք։ Բայց անունը դնում են հանուն հայրենիքի։ Հենց ջոգում է ինքը շահ չունի, ինքը իր անձնական շահը չունի, ինքը չի գալի։ Բայց գալուց առաջ իրան թվում էր, որ դա հանուն հայրենիքի է, կամ ամենայն դեպս հատես ներկայացնում էր։ Այն մեկ ասում է, իսկ մեջը բան կա, որ գանք ինչ-որ փող կա, բան սենց։ Այսս կատեգորիա կա, այդ լրիվ կատեգորիան մի կողմ, նորից եմ ասում, իրականում սրտացավ հայեր։ Ու հայեր ասելով, ես նկատի ունեմ էությամբ հայերի, այսինքն դա կարելի լինի ազգությամբ եզդիել, ասորիել, մարդ, ով Հայաստանը համարում է իրան հայրենիք, ով պաշտպանում է Հայաստանը, ով պաշտպանել է Հայաստանը, ով պատրաստ է մասնակցի յուրաքանչյուր պաշտպանողական ու նույնիսկ հարձակողական մարտերի հանուն Հայաստանի, որովհետև Հայաստանը համարում է իրան հայրենիք, ու դա կլինի զինվորական, ոստիկան, բժիշկ, թե ջութակահար։ Ուզում եք այս ամեն ինչը չլինի, զանգեք տրված համարներով, թող այդ քանակությունը լռանա, որպեսզի երբ որ ինձ գրեք բա դու ուր ես, իմ պատասխան հարցին բա դու ուր եսին, ասեք, որ ես գրանցվել եմ, ոչ թե ասեք, ես չեմ գրանցվել, ձեզ ենք սպասում, բա մենք էլ ձեզ ենք սպասում, ես այսքանը էլ ինչ լեզվով, ինչ ձևի մանրուքով, մանրամասնությունով ձեզ բացատրեմ, որ մի ժամից 5 րոպեից ես պատրաստ եմ դուրս գամ, ձեզ խիա թվում, որ ինձանից հայրենասեր եք, կամ բոլորից հայրենասեր եք, ումից եք պահանջում բացի ձեզնից, եթե առաջինը ձեզանից չեք պահանջում, ում վրա եք մունատ գալի։ Նորից եմ պատասխանում ձեր հարցին, որ ինձ ասում եք ուր եք։ Բոլորս, թե ես, թե լույսի բանակի անդամները, թե այն մարդիկ, ովքեր գրանցվել ու միացել են վերածննդի շարժմանը, թե մեր ջոկատները, բոլորս մեր տեղերում ենք, սպասում ենք քեզ, որ զանգես, քեզնով մի հոգի ավելանա, մի հոգով էլ մոտենանք այն ահռելի մեծ թվին, քո նման վճռականություն ունեցող մարդ կլինի 70,000 հիմա զանգի գրանցվի, մի ժամից դուրս կգանք, հիմա նորից եք հարցնելու բա ուր ես, թե նորից եք ասելու մենակ խոսում եք, խոսում են, որ այն մարդիկ, ովքեր բարդ են հասկանում, լավ հասկանան, որ պետք է միանան, որ գործողություն արվի, ես պատրաստ եմ, դուք եթե պատրաստ չեք նույնիսկ զանգելու, դուք ոնց եք մարդուն ասում բա ուր ես, դուրս գանք, դուք նստեք տունը, տեսնայք, հələ մի հատ բանը ուղարկեք ընկերներին, հələ նայեք, հելել են, հələ տենանք ինչ են անում, հենց մի բան անեն, մենք էլ գնանք։ Տեսներդ կարակ ոչ գաք, ոչ էլ, մեզ պետք է ռեալ հայ, ով առաջի քայլը ինքը իր վրա վստահ լինելով որպես կայացած անհատ, կայացած մարդ, ոչ թե մարդ չի էդ, էլի այսինքն, այն ով որ նայում է, դե եթե արին, դե կմիանամ, եթե չարին, սաղի հետ կլնգեմ, դրա մարդը որն է արա, դրա հայը որն է, հայը ու մարդը կայացած, այնա, որ մեկ է իր համար, վաբշե մարդ միանում է, թե չէ, մենակ ինքը կթելա, որ ես գործը ճիշտ է, ինքը միանում է, առանց նայելու, ով միացավ, ով չէ, քանի հոգի են, ինչ են, ու այդ այնց կայացած անհատների շնորհիվ է միայն դզվելու 70,000 ու ավելի քանակություն, մի հատ ձեզ վերանայեք, ու մի հատ ինքներդ ձեզ հաշվետվություն տվեք, դուք վաբշե կայացած մարդ եք, թե չէ, եթե չէ, նստեք սպասեք 70,000 լինի,
իշխանափոխություն, հեղափոխություն, սաղ արվի, նոր դուք կգաք, որպես, որ մի ուրիշ տիպի չկայացած եսիմ ինչ, եթե համաձայն եք մտքի հետ, ու սպասում եք վերջում գաք, դուք կայացած մարդ չեք, դուք չունեք ինքնուրույն մտածելակերպ, ինքնավստահություն ու հարգանք ինքներդ ձեր անձի արժեքի հանդեպ, իսկ են մարդիկ, ովքեր դա ունեն, առանց մի վարկյան տատանվելու, առանց մտածելու ու հարցնելու, քանի հոգի է միացե, ինչ է, այս ամեն ինչը, ինչ ես մի տարի է ասում եմ, են որ հեսա այս վիդեոյի տակ հարց են տալու, իսկ էսի ոնց հա, են դեպքում, որ 50 անգամ սրանից առաջ արդեն անդրադարձել եմ դրան։ Ես ասում եմ, այդ կայացած մարդիկ արդեն մեր հետ են, ու շարունակելու եք մեր հետ լինել, դուք այսօր եք զանգելու։ Ամեն կայացած մարդ զանգելու է մեզ այսօր, որովհետև ինքը իր մեջ վճռելու է, ունենալով վճռականություն, ինքնահաստատման կարիք չունի այդ մարդը, ինքը կայացած մարդ է, զանգում ասում է կարոջի ձեր հետ եմ ու վсё, ու իր խոսքին տեր ալնում, ոչ թե էմոցիայի տակ, պայի տակ հայրենասիրությունը բռնեց զանգեց երկու օր հետո մտել է, փոշմանել եմ, հասկանում եք, ինձ էլ մի հարցրեք ուր եք, ես ձեզ ասի ուր ենք, նստած ձեզ ենք սպասում, դուք ուր եք, զանգեք ասեք, դուք ուր եք, համարները տված է, զանգեք ասեք, դուք ուր եք, սպասում ենք ձեզ, ավելի մանրամասն բան կա ասելու, եթե կա մարդ կա, որ կարիք ունի սրանից ավելի մանրամասն ասելու, թե մենք ուր ենք, ուրեմն այդ մարդը կարա ոչ միանա, ոչ էլ ինձ հետաքրքիր է, ինքը ինչ կմտածի, ինչ կանի, ես ասել եմ ու ասում եմ, ես ինչ խոսում եմ, ինչ ասում եմ, ինչ անում եմ, ես անում եմ ու խոսում եմ խելամիտ, խելացի մարդկանց համար, մարդկանց, ովքեր հայրենիքը ու հանուն հայրենիքի խոսքը արժևորում ու գնահատում են ավելի շատ, քան ես իմիջ մանր, մունր, ապուշ բաներ, բա մեզ ինչ կհասնի դրանից, բա մենք գանք, մենք շահ ունենք, թե չէ, դե որ չունենք, բա որպես ինչ ենք գալի, հասկանում եք, մարդիկ, ովքեր ունեն իրոք սեր հայրենիքի հանդեպ, մեզ կմիանան, անկախ նրանից, իրանք հայտնի դերասան են, անհայտ ուղակի շարքային քաղաքացի են, քաղաքական գործիչ են, գիտնական, թե բիզնեսմեն, թե բարերար, ով ուզում է լինի, եթե կայացած մարդ է, ինքը կմիանա, դերասանների, երգիչների մեծ մասի հետ խոսում ես, մի անգամ խառնվանք, հազիվ տակից դուրս եկանք, սաղազգը քրֆեց, դե դուք քֆուրներից վախեցեք, իհարկե դա ավելի կարևոր է, քան հայրենիքը, այն մեկը շահ չունի չգա միանա, այն մեկը օй վիձիցիլի հիասթափվել է, արա կա ձեր Նիկոլը, վայելեք, ուրեմն մի բողոքեք, ասենք ինչից եք բողոքում, անելիք եք ուզում, ասում եմ կա, զանգում եք ինչի համար, իմանանք այդ քանակությունը կա, քանակություն եղավ դուրս եկանք ինչ ենք անելու, դուք ոչ մի բան, դուք ուղակի կանգնում եք, ձեզ ոչ տանգային տալի բարձրացնեք, որ չեք կարա ոչ մի բան, ուղակի եկեք այդ քանակությունը ցույց տվեք, մնացածը մենք կանենք, էլ ոնց ասեմ, էլ սրանից ավել ինչ եք ուզում, ուրեմն մի բողոքեք, ու առհասարակ, երբ որ տենում եք, որ ինչ-որ մեկը բողոքում է, բա մեկը չկա, բախի չեք բանանում, բայց խի ձեն չեք, ուղիղ այսի ուղարկեք իրան ասար, քո մասին է, նայի, բա դու ուր ես, մարդիկ անում են, ու խոսքս բնականաբար չի վերաբերվում նրանց, ում համար ավելի կարևոր է Քոչարյանի գալը, քան հայրենիքը, եթե Քոչարյան չի գալի, թող կորի հայրենիքը, թող բանը, եթե Սերժը չի գալի, թող կորի հայրենիքը, այնի ասի թող կան սաղից բռնաբարեն, մենակ Նիկոլը մնա, այս մարդիկ հեչ, ինձ անձամբ են ասել մենք շատ ենք ուզում ձեզ միանանք, բայց քանի որ դուք Սերժին ու Քոչարյանին եք դեմ, այդ այնց ոնց որ չենք կարող միանանք, մի միացեք, նստեք վայելեք Նիկոլին, այսօր Նիկոլից ձերբազատվելու մի տարբերակ կա, որը առաջարկում ենք, ու յուրաքանչյուր քաղաքագետ ու ով կա փորձ ունեցող, չի կարա հակառակն ասի, խելամիտ մարդը մենակ կհաստատի, որ մեր առաջարկած ծրագիրը իրականացող է, ու դուք դա ավելի չեք կարևորում, քան եթե դա չի անում Քոչարյանը կամ Սերժը, կամ իշխանը կամ Բագրատը, կամ Լևոնը, ուրեմն մենք չենք միանում, ուրեմն մի ասեք, որ դուք հայրենասեր եք, ուրեմն դուք ասեք, որ դուք Սերժասեր եք, դուք ասեք, որ դուք Քոչարյանասեր եք, ոչ թե հայրենասեր, ես հայրենասեր եմ, դրա համար եմ մերժում բոլորին,
Իսկ եթե ես ուզում եմ հայրենիք փրկեմ միմիայն Քոչարյանի կամ Սերժի հետ, ուրեմն ես կամ Սերժասեր եմ, կամ Քոչարյանասեր, ոչ թե հայրենասեր։ Ես այսքանով կեզրափակվեմ բոլորը ձեր հետևությունները արեք ինքներդ ու վստահ եղեք, ես ես էլ ասում եմ վերջում քաղաքական ոչ թե ուժերին, ախր ուժել ուրա քաղաքական ուժ, կան քաղաքական ինչ-որ էլեմենտներ, ուժ ես լրիվ ուրիշ բան եմ հասկանում, ու դիմում եմ բոլոր ամբողջությամբ բոլոր քաղաքական դաշտին, չփորձեք որևիցե մեկըդ, մինչև ապրիլ դուրս գալ փողոց, ասելով, որ գնում ենք Նիկոլի հրաժարականը ուզելու կամ երկիրը փրկելու, ես դա ուղիղ դիտարկելու եմ միտումնավոր մեզ խանգարելու փորձ, ու այդ ժամանակ այն որ իրարից չնեղանանք, ուզում եք մի բան փոխվի, միացեք մեզ, ոչ թե որպես կուսակցություն, որպես անհատներ, ովքեր չեն եղել ու չկան կուսակցություններում, որոնք պատկանում են ներկա նախկին իշխանություններին, ես էլ եմ 1000 անգամ ասել, ստիպված նորից եմ կրկնում, որտև լիքը մարդ կամ չգիտի, կամ էլ այն մյուս մասն էլ բարդ է հասկանում, նորից եմ ասում, ես չգիտեմ, մեկին տեսա, որ այս ընթացքում, որ հաշված օրեր է մնացել մեր դուրս գալուն, նոր ինքը առանձին ինչ-որ բան փորձի անելու, դա ուղիղ իրական շարժում պառակտողա ու խանգարող, այսինքն ընդդիմություն անվան տակ Նիկոլի աթոռը պինդ պահող, որովհետև մենակ Նիկոլը կարա իրան երաշխիք տա, որ իր կերած ղալատների համար իրենց ոչ մի բան չեն անի, ես այդ երաշխիքը չեմ տվել ու չեմ տալու ոչ մեկին, ու այդ դեպքում բնականաբար ում տակը ինչ կա, կուզենա, որ Նիկոլը մնա, ոնց կուզենա Նիկոլը մնա ու ինչ կանի դրա համար, բնականաբար բնականից ու ազգային իրական հեղափոխությանը նորից կրկնեմ, որը կազմակերպել ենք մենք ու դա անելու ենք միմիայն մենք ուրիշ ոչ մեկ, եթե դուք միանաք, ապա իրանք փորձեն ամեն ինչ անել, որ խանգարեն, որ իրանց երաշխիք տվող Նիկոլը մնա իշխանության, որ հանկարծ իրանց մազը չծռվի, այսքանը, ես չգիտեմ ավել էլ ինչ ասեմ, մի գրեք ինձ տվեց, ես ձեզ վստահեցնում եմ, որ տալու է, տալիս է, արդեն տված է երևի, հելը ձեն չեն անում, չեն բարձրաձայնում, հերվից են գալի, ռեակցիա ստուգեն, ուզում եք չլնի, ախպեր միացեք, էլ ոնց է պետք ձեզ ասել, ոնց, եթե հասկանելի է, սպասում ենք ձեզ, լռանալուն պես բոլորդ կիմանաք, որ լռացավ ու մենք արդեն դուրսնենք, ինչ պետք է արվի, հաստատ ոչ Բագրատի պես աղոթելու ենք երկենք, ոչ հավայի ստեղից ընդ զվռնելու ենք քայլենք, ոչ էլ գալու ենք հասնենք կուլմինացիոն պահի իշխանի պես ասենք հիմա հետ ենք գնում ամփոփենք, քանի որ վաղը մեր մոտ բանի մշակույթային երեկո է, գալու է երկի, ես ինչ։ Ես դուրս եմ գալի հայրենիք փրկեմ, ոչ թե թութակ ներկեմ։ Ուզում եք դա ալնի, միացեք։ Չեք ուզում, ինձ մի գրեք, ուրեք։ Ես ասեցի, ես ուրեմ։ Մնացածը դուք գիտեք։ Սրանից ավել, ես էլ ոչ մեկի ասելու բան չունեմ, ընդհանրապես չունեմ, նստեք տներում, հարցրեք ուրեք, վաղը մի ավելի մեծ հակահայկական բան կանի, նորից ինձ գրեք, ախր ես էլ արեց բա ուրեք, արա ձեզ ենք սպասում, զանգեք դուրս գանք, էլ ոնց ասեմ, էլ ինչ ասեմ, որ հասկանաք, պատկերացնեք, որ ձեր հայրենիքի ապագան կախված է ձեր վճռականությունից, նստել ծամել բամբասանքներ, ձեր խնդիրն է, կոֆեի բաժակ նայեք, մեզ վստահելու է, թե չէ, ես էլ մի կողմ, ես նորից եմ ասում, իրական հայեր, սպասում ենք ձեզ, չկա 70,000 իրական հայ, ուրեմն մենք արժանի ենք նրա, ինչ ունենք, ավել բան չունեմ ասելու, մնացածը դուք որոշեք։